Ֆրինյոզի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է, այսօր տաղավարում իմ հյուրն է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանը։ Բարև ձեզ, պարոն Մերաբյան։ Անկախ արդյունքներից ամեն դեպքում շնորհավորում եմ անցած ընտրությունների առումով, ամեն դեպքում փոխադարձ իհարկե ընդունում եմ նաև, ամեն դեպքում արդյունքները կատաստրոֆիկ չեղան, իսկ սկզբունքորեն վտանգ կար։ Իհարկե, կար, այո։ Եվ այն ինչ որ տեղի ունեցավ, կարելի է դա բնութագրել որպես ժողովրդի հավաքական պատասխան տարատեսակ կենտրոններից ուղղորդվող այդ վտանգների։ Եկեք ավելի կոնկրետացնենք, հա, ձևակերպումները, որպեսզի երկիմաստություններ հնարավորինս չթողնենք։ Տեղի ունեցավ ռուսական ասպատակություն նախընտրական, որը ձևախեղեց ընտրության էությունը, որովհետև այս ասպատակության նպատակն էր զավթել մեր պետությունը։ Եվ ըստ էության զանգվածային ընտրակաշառքով փորձ արվեց այդ պետության զավթումն իրականացնել, սակայն հայ ժողովրդի հավաքական կամքը ուղղակի ապահովեց Հայաստանի հետագա ազատ, անկախ եւ ինքնիշխան եւ ժողովրդավարական ընթացքը ի հեճուկս այդ բոլոր դավերի, բայց պատերազմը շարունակվում է։ Եվ շարունակվելու է որոշ ժամանակ։ Եվ սա իրոք որ շնորհավորելու բան է այն, որ այնուամենայնիվ մենք ունենք հասարակություն Հայաստանում, որը հենց շատ լավ գնահատելով իրերի դասավորությունը անում է ճիշտ ընտրություն եւ գտնվում է պատմության ճիշտ կողմում։ Բայց այս ամենը, այո, շատ լուրջ հետևությունների առիթ պետք է տա, որովհետեւ այս ամենը հնարավոր դարձավ, որովհետեւ ամենայն դեպս մեր կուսակցության կողմից դեռ 19 թվականից բարձրաձայնած մի քանի պրոբլեմ չէին համարվում։ Նույնիսկ մինչև 2 ամիս առաջ պրոբլեմ չէին համարվում։ Նույնիսկ պատասխանը մեր բարձրացած հարցերի այն էր լինում, որ դե մեր մոտ դեմոկրատիա է։ Հիմա դեմոկրատիայի մասին 2 ամիս առաջ ասողները կամ նրանք, ովքեր ասում էին, որ դե գիտեք ինչ, քանի որ մեր ժողովուրդը գիտակից է, ապա նրանց չի ընտրի, հա։ Իսկ դա նշանակում էր հետևյալը, որ պետությունն անելիք չունի, ըստ այդ պատկերացումը։ Հիմա այդ նույն մարդիկ ասում են, որ իրենց կարծիքով, իսկ դա քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներն են, հա, որ ըստ իրենց կարծիքի այդ ուժերը ընդհանրապես պետք է չլինեին քաղաքականության մասնակից, քաղաքական ընտրական process-ի մասնակից ի սկզբանե։ Դե եղան ու լավ էլ եղան։ Եղան ու լավ էլ եղան ու երբ ձևավորվում էր ժողովրդավարական պետության համակարգ, այդ համակարգը հենարանի վրա դնելու փոխարեն կախեր տրվել մազից։ Բայց հիմա պետք է այնուամենայնիվ այդ մազից կախված վիճակից բերել եւ հենարան ապահովել դրան, ինստիտուցիոնալ հենարան։ Եվ դրա համար մեր կուսակցությունը այո դիմելու է սահմանադրական դատարանին եւ հայցով, որպեսզի ուղղակի քննության ենթարկի այս ընտրությունները ամբողջությամբ, սկսած են առաջադրումների փուլից մինչև քվեարկություն, գնահատական տա արտաքին միջամտությանը, ընտրակաշառքին,
այս քրեական գործերը ունեցել են արդյոք մեկ միասնական դիտավորություն, թե սրանք ինչ-որ առանձին իրար հետ կապ չունեցող էպիզոդներ են, որոնց ֆիգուրանտները ինքնագլուխ մարդիկ են եւ ինչ-որ անհայտ տեղից Ռաֆիկը Օմսկից որոշեց անհայտ տեղից փող են վերցրել եւ ի հեճուկս իրենց ազնվագույն առաջնորդների այդ կուսակցության անունից, ասենք, ընտրակաշառք են բաժանել եւ բռնվել։ Թե այնուամենայնիվ ձևավորված է եղել ստրուկտուրիզացված, վերտիկալ ինտեգրված ձայների գնման մի հանցավոր համակարգ, որում ամեն կուսակցության մեջ եւ հակակոռուպցիոն կոմիտեն ուղղակի բացահայտել է այդ մեկ միասնական համակարգի առանձին ֆրագմենտներ, առանձինն էլ մեկը չի, երկուսը չի, 10-ը չի, 20-ը չի։ Այս ամենին պետք է գնահատական։ Ընդ որում դա ընդամենը բացահայտվածն է։ Այո, եւ ինչքան էլ չբացահայտվածն է, երբ սա լատենտ հանցագործություն է եւ հանցագործության մասնակիցները շահագրգռված փոխադարձ շահագրգռվածություն ունեն այդ ամենը թաքուն պահելու համար եւ հետքն էլ շատ դժվար բացահայտելի է, ապա միայն պատկերացնել կարելի է, թե որքան էլ չի բացահայտվել, որքան ընտրակաշառք է տեղ հասել։ Այսօր քաղաքական մեծամասնությունը, որի լեգիտիմությունը որևէ կասկած չի կարող հարուցել, խոսում է քաղաքական փոքրամասնության ոչ լեգիտիմության մասին։ Շատ լավ, այդ ժամանակ ինձ կասեք, ես ինչ անեմ այդ արձանագրման հետ։ Արձանագրել եք, պետք է ընթացք տրվի։ Շատ լավ, չգիտեք ոնց անեք, մենք ձևը իմացել ենք, մենք ձևն այն է, որ մենք կդիմենք սահմանադրական դատարան հայցով գնահատական տալ բոլոր փուլերին, ամբողջ process-ին էլ ընդհանուր առմամբ եւ բաղադրիչներին եւ դետալներին առանձին վերցրած։ Ինչն է կարելի, ինչը չի կարելի, հա։ Համապարփակ գնահատական, որը հիմք կդառնա արդեն գործողությունների վերաբերյալ որոշումների, օրենսդրության փոփոխության համար միտված ապագայի։ Ի վերջո 31 թվին էլ է ընտրություններ։ Ինչ էլի պետության լինել չլինելու ընտրություն պետք է լինի։ Փաստորեն ընդ որում ներողություն հաջողված փորձը ավելի մեծ ծավալներով կարող են օգտագործել։ Հա, այն դասեր առած, դասեր քաղած, ավելի քողարկված, ավելի զգուշ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի պարապած, այսպես ասենք։ Ըստ ինչ տեղի ունեցավ 21 թվականին, երբ ժողովուրդը վերահաստատեց իր իշխանություն ունենալու կամքը, բայց ընդդիմությունը զավթվեց Պուտինի կողմից։ Հիմա մենք ունենք ցավոք սրտի նույն պատկերը։ Մենք ասում ենք, որ մենք գալիս ենք այս ընտրությունների ընդդիմափոխության օրակարգով, որովհետև Հայաստանի այս ընդդիմությունը մեր ներքին անվտանգության, որը նաև արտաքին ռիսկեր կարող է գեներացնել, թիվ 1 սպառնալիքն է, եւ դա պետք է փոխել։ Մենք քաղաքական մեծամասնության կողմից պատշաճ չէինք տեսնում, ավելին ասում են, դե պարզա մենք 100%-ը չենք վերցնելու, այն մնացածն էլ ով կվերցնի մեր համար ինչ տարբերություն։ Դե հիմա տեսեք տարբերությունը եւ ինչպես ասում են, բարի ախորժակ։ Այս ասպատակության արդյունքում ձևախեղվեց այս ընտրությունների էությունը, պարոն Մկրտչյան։ Առերևույթ ինչ էր 18 քաղաքական ուժեր, որոնք առերևույթ միայն լավ բաներ էին առաջարկում հայ ժողովրդին, հայ ժողովուրդն էլ պետք է նայեր, ասեր, ահա այս համար այսինչը լավն է, ահա սա ավելի լավն է, սա ավելի լավն է, սա էլ ամենալավն է, այս սրան եմ ընտրում, հա։ Դա կլիներ
ընտրությունը, որովհետև մենյուն որպես այդպիսի ապրիորի դա պետք է ենթադրվեր։ Սակայն այլանդակվեց էությունը ընտրության, փաստորեն հայ ժողովրդի առաջ դրվեց ընտրություն։ Ուրեմն կամ ընտրում եք Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին, եթե չեք ուզում, ապա Հայաստանի ղեկավար դառնում է Պուտինը։ Եվ կարևոր չի ինձ անուն ազգանունով, ում գլխով կամ ում բերանով Իշխանությունը դրեց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չլինի Պուտինը։ Սա իհարկե շատ կարևոր, բայց այնուամենայնիվ միջանկյալ արդյունք է, որովհետև դա նշանակում է, որ նրանք ում ընտրել է ժողովուրդը, անելիք ունեն սրա հետ։ Իսկ մեր երկրում այսպես ջերմոցային պայմաններ են ստեղծված ռուսական պրոպագանդայի համար, ռուսական ագենտուրայի համար, ռուսական բոլոր հատուկ ծառայությունները ունեն հայտնի անուն ազգանուններով ռեզիդենտներ, որոնք պաշտոններ են զբաղեցնում Ռուսաստանի դեսպանությունը։ Ռուսաստանի համար շատ կասկածելի կենսագրությամբ ընդ որում, չկասկածելի, ոչ մի անկասկած կենսագրությամբ։ Չէ, մեզ համար։ Չէ, կասկածելի չի, ամեն ինչ բացահայտ է։ Լրիվ բացահայտ։ Հա։ Լրիվ բացահայտ, անթաքույց եւ նույնիսկ խնդիրներն են մեզ համար հրապարակել։ Այո, նրանք եկել են թիրախավորելու վարչապետին, արտաքին հետախուզության ծառայության պետին եւ այլ առանցքային պաշտոնյաներին։ Նստած ռուսական դեսպանության տանիքի տակ։ Հայաստանում մնում է ռուսական ուժային ներկայությունը եւ ռուսական պետական կորպորատիվ ներկայությունը, որի հետ կապված որևէ ծրագիր այսօր բարձրաձայնված չէ։ Խոսում են միայն անորոշ դիվերսիֆիկացիայից, այն ոնց որ սովետի ժամանակ խոսում էին կոմունիզմից։ Հա, ամորֆ, անժամկետ, չգիտեմ, մի Քրիստոսի երկրորդ Գալստյանը ընդառաջ կամ էլ չինական Զատկին։ Դե Քրիստոսի արձանն էլ դե հա, այդ էլ իր հերթին։ Հիմա շաբաթ ուրբաթ հետ շուտ եկավ, երբ Ռուսաստանը իր այս հիբրիդային պատերազմը, այդ պատերազմի շրջանակում այս ասպատակությունը նաև սկսեց ուղեկցել առևտրային պատերազմով։ Հայաստանի վրա դրվեց էմբարգո հայկական արտահանման վրա բեռնարկելք։ Իսկ հիմա էլ արդեն տարանցման վրա է արգելք դրված։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, մեր տարածաշրջանում էլ այո կոնֆլիկտն ավարտվում է, բայց սկսել է մրցակցության ժամանակաշրջանը եւ մեր հարևանների մոտ այնուամենայնիվ Հայաստանի հետ ճնշումների լեզվով խոսելու այսպես ցանկությունը իհարկե նվազել է, բայց չի վերացել։ Իհարկե մենք կարող ենք շատ դրական գնահատել Հաջիևի այցը Հայաստան, Դիլիջան մասնավորապես, որ առաջի բարձր մակարդակի կոնտակտներ ընտրություններից հետո, բայց մենք գիտենք, որ Նախիջևանում մեկնարկում է էլի այս արևմտյան Ադրբեջանի թեմայով ինչ-որ փառատոն եւ կոնֆերանս։ Եվ դրա մասին պետական գործակալությունն է հաղորդագրություն տարածում, նախագահի ներկայացուցիչը Նախիջևանում ներկա է եւ այլն եւ այդպես շարունակ։ Թուրքիայի հետ կապված էլ այո Ֆիդանը խոսում է Լավրովի հետ հանդիպումից հետո, որ 3+3-ը շատ լավ ֆորմատ է, իսկ մենք գիտենք դա հակարևմտյան ֆորմատ է։ ականջներն էլ երևում են, ականջներն էլ երևում են, այդ ամեն ինչի բարձրաբար ռուսներն են այդ ցեցը գցել, ինչպես միշտ, որովհետև մեր տարածաշրջանի վրա թիվ 1 չարորակ ազդեցություն գործողը դա Ռուսաստանն է։ Ռուսաստանն է ակտիվացնում ցանկացած հակահայկական նախաձեռնություն եւ խրախուսում եւ հետո
փայ մտնում դրա մեջ, դա եղել է Ռուսաստանի վերջին 200 տարվա քաղաքականությունը, ես այդտեղ նորություն չեմ ասում, որովհետև Ռուսաստանին պետք է Հայաստան առանց հայերի։ Ես չեմ ասում, դա ասում է Ցարական ժամանակներից հայտնի արտահայտություն նախարար Լոբանով Ռոստովսկին, որովհետև մեր արյունը անհանգիստ է, պարոն Մկրտչյան, եւ նրանք երկրորդ Բուլղարիա չեն հանդուրժի, այն էլ Կովկասում։ Սա էլ մեջ բերում է։ Ահա։ Հիմա էլ երկրորդ Մոլդովա, հա, այդ տրամաբանությունը։ Չգիտեմ, կարելի է այստեղ ոնց որ այն միտքը շարունակել եւ որևէ դեպքում չսխալվել։ Այո։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շատ ավելի ակտիվ ձևով պետք է խզի կապերը Ռուսաստանի հետ։ Սա հրամայական է եւ խնդրում եմ զահլեշ չտանել բալանսավորմանը ճամարտակություններից, արդեն մարդու զզվել է գալիս, որովհետեւ սա ուղղակի սպառնալիք է մեր բոլորին։ Մենք ժամանակի ու շանս ենք գործում։ Որովհետև ինֆեկցիան պահանջում է դեզինֆեկցիա։ Շատ պարզ։ Հարցրեք բժշկական համալսարանի առաջին կուրսի սկսած ցանկացած ուսանողին ածես կպատասխանի։ Եվ բուժում, եթե անցել է օրգանիզմ։ Իսկ որպեսզի չանցնի դեզինֆեկցիա։ Մենք դա չենք անում։ Էլ եմ ասում մեր մոտ, այսպես ջերմոցային, արքելոցայի կարմիր գրքի այն կենթանիների հետ գործ ունենք։ Վերացող, չեմ վերանում։ Մինչև չվերացնես։ Եվ վերացման ենթակա է այդ ամենը։ Մեր երկրում Որտեղ խոսքը ոչ թե հայկական արջի մասն է, ռուսական արջի։ Արջել չկա։ Առնետը այն էլ կիսա սատկած։ Այսօր առավոտյան մենք տեսանք ինչ տեղի ունեցավ։ Ինչ է տեղի ունեցել եւ Մոսկվան ցերեկով մութ է, արևը խավարել է։ Այստեղ մեծ մետաֆիզիկա կա նաեւ։ Գերմանացիները անգամ չկարողացան։ Չէ, 41 թվին Մոսկվան նման ռմբակոծությունների չի ենթարկվել, դա փաստ է։ Եվ երևի թե Բոնապարտի Մոսկվա մտնելուց է եկել այսպես բան տեղի։ Հա, հրդեհը Մոսկվայի շատ ճիշտ։ Դրանից հետո Մոսկվան ոչինչ չի եղել։ Մոսկվան ինքն է իր գլխին դա բերել։ Էլ եմ ասում, այստեղ շատ մեծ մետաֆիզիկա կա, էլի։ Մեր տուն կռիվ բերածները հիմա համաչափ ստանում են։ Ու սա թող չհամարվի սնոտիապաշտություն, Չէ, սա պատմությունն է փաստել նայել։ Էլ եմ ասում, սա ուղղակի բնության մեջ հավասարակշռության օրենքներից է, էլի։ Բխում։ Այդ նույն բանը առաջին համաշխարհայինից հետո եղավ Ռուսաստանում։ Այո։ Հիմա մենք պետք է լավ հասկանանք, որ արջ չկա։ Առնետը այն էլ սատկած։ Պետք է դեն շպրտել չթունավորվելու համար եւ գարշահոտություն թույլ չտալու համար։ Տնտեսական կախվածությունն է, դե այստեղ են ասել ժամանակին չկախվեիք, հիմա էլ չկանգնեիք, չասեիք կախված ենք։ Ես չեմ կախել ձեզ։ Դուք եք կախվել։ Այդ բիզնեսները, բաները։ Իջեք այդ ընդդեից որտեղից կախվել եք, նորմալ պարտներներ գտեք։ Ոնց ուզում եք։ Պետությունն օգնում է ձեզ եւ օգնելու է ձեզ։ Հա։ Բայց ոչ թե այն պորտները կտրել գցել են Լենինի դամբարանի դեմ էլ։ Մենք ընդհանուր ընկեր ունենք Facebook-ում, որ զբաղվում է գյուղատնտեսությամբ, որ արտահանեցին ծնեբեկի առաջին մեծ խմբականակը Սինգապուր։ Աշխարհի ամենա երեսառած պահանջկոտ շուկան։ Այո։ Դե հիմա այո, եւ նման պիլոտային մի քանի պրոյեկտներ արդեն սկսել են աշխատել։ Մենք խոսում ենք 20000 հատ ծաղիկից, այսօր խոսում ենք 18 միլիոն հատ ծաղիկից, որ արդեն արտահանվել է եւ արդեն հաստատապես տոննաներով ենք խոսում։ Այո, եւ արդեն 2 տասնյակին մոտեցող հասցեներով է գնում, որում եւ եվրոպական եւ ոչ եվրոպական երկրների շուկա։ Այ հենց բայց որոնք առաջնորդվում են այո եվրոպական ստանդարտներով։ Սա հենց այն հարցի պատասխանն է, որը բազմիցս հնչեցվել է, որ մանավանդ պրոռուսական, հա, նարատիվների տրամաբանությամբ, որ
հենա նայեք Եվրոպան ոնց վարվեց սրա հետ, նրա հետ հիշեք Հունաստան, հիշեք Մոլդովա, Ռումինիա, դե Եվրոպան ապացուցեց, որ ինքը վստահելի գործընկեր է ու մենակ չի թողնի։ Մեկ երկրորդը նաև այստեղ շատ կարևոր զարգացում տեղի ունեցավ մեծ յոթնյակում Էվիանում, երբ բոլոր այն պատրանքները, թե Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի դիրքորոշումները միասնական են։ Հա։ Ընդ որում նաև Իրանի հարցում Իրանում էլ մոտեցավ այս միջանկյալ համաձայնությունը 2 ամսվա, բայց ես կարծում եմ սա շարունակվելու է։ Եվ Ուկրաինային օգնելու են հերահար հարվածների պոտենցիալը բարձրացնելու ուղղությամբ եւ ահա այս նորությունների ֆոնին այսօր առավոտյան Մոսկվայի ցերեկային երկինքը մութ էր, խավարում էր, Շատ մութ էր։ խավարում, այո, որովհետև բավական է, որում մեծ համար եւս Հայաստանի համար 94-ից 97 թվականներին բացված պատուհան կար։ Մենք մեր քաղաքական էլիտան ամենահաստագլուխ ձևով մսխեց այդ բաց պատուհանը։ Արդյունքում մենք ստացանք տերակտ, պետական հեղաշրջում եւ 20-ամյա կրիմինալ դիկտատուրա, որը մինչև հիմա դեռ հաղթահարված չի, որովհետեւ իշխանությունը հեղափոխությամբ իշխանություն դարձած, այդպես էլ այդ հեղափոխության ծննդականը չի բարեհաճել գրելու եւ գնահատական տալու ինչը հեղափոխվեց էլի եւ ինչու, որովհետեւ հեղափոխությունը նորմալ պետությունում չի լինում, նորմալ պետությունում լինում է ընտրություններ եւ փոփոխությունները լինում են ընտրությունների արդյունքում։ Հեղափոխություն լինում է այն ժամանակ, երբ որ պետության գլուխ են գալիս սոցիալական ցածր պատասխանատվությամբ ստահակներ եւ զամարսում են բոլոր լիֆտերը, հա։ Այդ ժամանակ պետք է պայթեցնել այդ պատնեշները եւ նորը կառուցել։ Ոնց որ թե մեր իշխանությունը տենց էլ մինչև վերջ հետևություն չարեց, էլի, սա ինչ էր եւ ինչի համար։ Այլ ոչ թե բալանսավորելու է։ Բայց ահազանգ հնչեց։ Բայց հիմա նոր ինչ որ բան էլի ասում։ Ես չգիտեմ։ Հա, համաձայն եմ ինչ արեք։ Ժամանակն է։ Չէ, ժամանակը չի, շատ ուշացած, բայց արեք։ Ոնց ասեմ։ Այսօր ընդդիմության այդ քանի որ ինքը ընդունեց, ինքը ասեց երագլխի մասին, Սամվել Կարապետյան, ու ասեց, որ երագլուխ չի, թող իշխանությունը իմանա 500,000, 600,000, 700,000 գլուխ է։ Ես ճիշտն ասած Չի ուզի հնչեցնեի, բայց դե փաստը ասել է։ Ես ճիշտն ասած այդ 500,000 մարդկանցից յուրաքանչյուրի տեղն էլ լինելով, ես ուղղակի, ես չգիտեմ, շանլապ կթափեի նման բան ասողի գլխին, էլի, որ քեզ գլուխ են անվանում։ Ասենք դուք ընդունում եք երագլուխ, լավ, օքեյ, ձեր գործն է, բայց Դուք եք ձեր գլուխն է, էլի, հա։ Դե այստեղ հետևությունը կթողեմ այդ մարդկանց, ում իդեպ պետությունը չի պաշտպանել, չի ի վիճակի չի եղել պաշտպանելու, չի բարեհաճել պաշտպանելու այս չարորակ ներգործությունից եւ դարձրել է դրանց ընտրող։ ու այսօր ստանում են գնահատական։ Եվ այսօր այո, եւ հիմա էլ ասում են ոչ լեգիտիմ է, որովհետեւ ոչ լեգիտիմ է ձեզ տեսնեմ։ Արձանագրումից բացի, էլի։ Այդ ես էլ եմ տենց համարում, ուրիշ ինչ անեմ այդ ոչ լեգիտիմի հետ։
Կարող է լինել, կարող է տենց բան լինի, հարցս իհարկե ենթատեքստով է անդիմության կոնսոլիդացիա։ Լի չլինի դա որևէ ազդեցություն չի Հենց այդ ունենալ։ դա կարող է ինչ որ գործոն դառնա։ Ինչ գործոն, ինչի գործոն։ Ասենք, չգիտեմ, փողոցային պայքարի, Ով փողոցով դուրս գա։ Այն կաշառք բաժանողները, դե ուզում ես, ես այդ հարցի հետ թե պատասխան եմ ուզում։ վերջնողները։ Չէ, վերջնողները, վերջ, ես քեզ Գործարք արեցին պրծան իրանք, հա։ Հունիսի 7-ից հետո ամսի 8-ի առավոտյան ես քեզ էլ չեմ ճանաչում ու հեռու մնա, որովհետև շար գործ է։ Վտանգավոր է։ Հեն այդ հեռախոսային զրույցների մեջ լսում եք, չէ։ Գրեք, ջնջեք, բան, յա շարը չբռնվենք։ Սրանով մի զանգեք։ Սրանով մի զանգիկ նրանով հիմել կասում ես քեզ չեմ ճանաչում, շարը քաշ, վերջ։ Նրանք պետք է դուրս գան հանուն ինչի։ Չէ։ Պետական ամետ ուժերի կոնսոլիդացիա Ինչի շուրջ։ պետությունը պահպանելու պետության շուրջ։ Տեսեք, ես հավելյալ որևէ բանի կարիք չեմ տեսնում, ստեղ, որովհետև ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը եւ շարունակելու ենք ծառայել անկախ ամեն ինչից։ Ինչ անենք։ Ես չգիտեմ, լրացուցիչ ինչ որ բան պետք է, եթե տեսնենք կա անհրաժեշտություն, կանենք, չկասկածեք, որ կանենք։ Բայց սա նաև մենք պետք է հասկանանք, որ սա երկկողմ երթևեկությամբ փողոց է, էլի, հա։ Մենք միայնակ, եթե անհրաժեշտություն լինի, մի բան անելու, միայնակ մենք չենք կարող անել, այնպես ինչպես այս ընտրություններին ընդառաջ, երբ մենք ուզում էինք Եվրաքվեի այս փայլուն նախաձեռնությունը, որ պսակվեց մեծ հաջողությամբ կապիտալիզացնենք քաղաքականապես, մեր գործընկերները ասացին ուղղակի, որ իրենք գերադասում են գնալ մենակ։ Ինչի, այտենց։ Ռուսական հայտնի առակի նման։ Դե չգիտեմ։ Հա։ Չէ, այտենց որոշեցին։ Մենք մեզ մնում էր ոչ այլ բան, քան հարգել իրենց որոշումը։ Հասկանա։ Բայց շփումներ կան, ասինքն այսօր այդ անալիզը կա, այսպես ասած, այդ ուժերի կողմից։ Մեր անալիզը հենց ի սկզբանե կար եւ մնացել է անփոփոխ, իսկ նրանց կողմից ինչ կա, ինչ չկա, մենք տեղյակ չենք։ Հիմա դա էլ արդեն կարևորել չի, որովհետեւ իմաստ չունի։ Ունենք 2 րոպե ժամանակ, վերջում վտանգ կա ռուսական ուժային ներգործության։ Այլևս ոչ, պարոն Մկրտչյան։ Ռուսական վտանգը կարող էր դրսևորվել հետևյալ ձևով, երբ Ռուսաստանը Հայաստան հասնելու համար պետք է մեր հարևան երկրներից մեկի տարածք մտներ, ներխուժեր, որ հասներ մեր սահմանին, այնպես ինչպես եղավ Ադրբեջանի նկատմամբ 1920 թվականի 11-րդ բանակը, այո, 11-րդ կարմիր բանակը եկավ, հասավ Հայաստանի սահման։ Տարբերակ 1։ Դա հնարավոր չի։ Տարբերակ 2։ Երբ մեր հարևաններից մեկի օդային տարածքով դեսանտ իջեցնի Հայաստանի տարածք։ Ես չեմ պատկերացնում, որ մեր հարևանը իր օդային տարածքը կտրամադրի այդ նպատակով։ Դեսանտայիններին այդ նպատակով եւ ռուսները դեսանտային ուժեր էլ չունեն այդքան։ Որ ասում են, չէ, քաչալը դեղ ունի, թող մաշվել են ուկրաինական ճակատներով։ Այո, վառվել են, մաշվել են եւ պարարտացրել են ուկրաինական սևահողը իրենցով։ Եվ այն հանգամանքն էլ կա, որ եթե նույնիսկ դա էլ փորձեն, մենակ Կիևում փորձեցին Գոստոմելի տակ Այն 3 օրվա թեման, չէ՞։ Այո, 3 օրվա թեման։ Հայաստանի զինված ուժերի կարիքն էլ չի լինի, մեր քաղաքային ոստիկանությունը Գյումրիի մի քիչ ուժեղացված հարցը կլուծի։ Եվ նույն ուժերով էլ հարցը կլուծի ռազմաբազայի, եթե հանկարծ այնտեղ փորձեն իրենց տեղից հանկարծ 1 միլիմետր քիթները հանեն դուրս։ Կձերբակալվեն ուղղակի։ Ես չեմ խոսում ռազմական դիմադրության մեկի մյուսի մասին, որովհետև այդ
Ռազմաբազան ըստ էության մնացել է միայն ցանկապատը, մեջ է ինչ որ պատկերավոր ասած 2 ենթասպա 3 շուն, Սպասում էի։ բայց կա հետախուզություն, ռազմական հետախուզություն, որը ինչպես եւ այլ ռուսական հատուկ ծառայությունները, որը նաեւ իր ռեզիդենտն ունի, ԳՌՈ-ն ունի Ռուսաստանի դեսպանությունում, զբաղված է խափանարար գործունեությամբ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այսինքն բոլոր հնարավոր տարբերակները նշեցինք։ Իհարկե, այստեղ վտանգն էլ կա եւ ես վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների տոնուսը բավարարում է դա թույլ չտալու համար դիվերսիոն տերորիստական գործունեություն է, որը ամենևին էլ խորտ չէ Ռուսաստանին։ Դա կանխելու համար եւս այնպես որ նայում ենք, այո, սա պայքար է բոլոր դեպքերում, բայց այս պահի դերությամբ եւ տեսանելի հեռանկարում նաեւ տեսնելով ցերեկով խավարած Մոսկվան, ես չեմ տեսնում նման հնարավորություն Ռուսաստանի կողմից։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան։ Հիշեցնեմ վերջում, որ տաղավարում իմ հյուրն էր Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, ամենայն բարիք ձեզ։